Հայաստանում մոնումենտալ քանդակագործության հիմնադիր Արա Սարգսյանի աշխատանքները ցուցադրվում են Արտաշատի Ամոթ Արազյանի անվան դրամատիկական թատրոնի ճեմասրահում։ Ժողովրդական նկարչի ժառանգությունը մարզաբնակներին հասանելի է դարձել թատրոնի եւ Վարպետի տուն թանգարանի գործակցությամբ։ Ֆոնդում ունենք քանդակներ, որոնք տատիկը նվիրել էր պատկերասրահին եւ ընդ Ամոթ Արազյանի քանդակ ունեն գիպսի։ Որոշեցինք դիմենք թատրոն եւ ասենք համագործակցության մասին մարզերում ճիշտ ավելի քիչ կա մշակույթի թանգարաններ, ընդհանուր առմամբ ավելի շատ Երևանում է եւ երեխաները ավելի շատ ունեն ձգտում գնալ արվեստի տարբեր կենտրոններ։ Թատրոնի տնօրեն Կամո Նաղդալյանն ընդգծում է, արվեստի յուրաքանչյուր դրսևորում թատրոնում հանդիսատեսին ավելի է մոտեցնում մշակույթին։ Վերջին տարիներին մեզ մոտ սա հաճախակի է լինում, որ արվեստագետների, նկարիչների, մեր հարգելի գործընկերների գործերը ցուցադրվում են մեր թատրոնում։ Ես շատ ուրախացա լսելով առաջարկը, որովհետև Արա Սարգսյանը 20-րդ դարի հայ մեծանուն քանդակագործներից է եւ մոնումենտալ քանդակագործության հիմնադիրն է Հայաստանի, նաև նկարիչների միության հիմնադիրն է, նաև Հայաստանի Գեղարվեստի ակադեմիայի հիմնադիրն է եւ արժանի քանդակագործ էր եւ սիրով ընդունեցի առաջարկը։ Նաղդալյանը հիշեցնում է, Վարպետը նաև բեմանկարչությամբ է զբաղվել, ուստի թատրոնում նրա գործերի ցուցադրությունն ամենևին էլ պատահական չէ։ Թատերական հետք ունի թողած, նաև այդ կապակցությամբ ուրախալի է, որ հենց ցուցահանդեսը թատրոնի նախասրահում է բացված։ Ցավոք սրտի հնարավոր չէ նրա ամբողջ ժառանգությունը ցուցադրել մեզ մոտ, մի քանի տասնյակ աշխատանքներ, այնուամենայնիվ մենք հաջողվել է ուրեմն ցուցադրել մեր նախասրահում եւ նաև նկարներ իր քանդակներից։ Աննա Սարգսյանն ընդգծում է, առաջիկայում նման նախաձեռնությունները մարզերում կշատանան, քանի որ Վարպետի տուն թանգարանում մեկնարկելու են վերանորոգման աշխատանքներ։ Յուրա Վահանյան, Հովհաննես Քյոսեյան եւ Սեյրան Անտոնյան, լուրեր։